Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանն է։ Պարոն Հակոբյան, այսօր Փաշինյանի կառավարության նիստից հետո այսպես ավանդական հերթական ճեպազրույցի հիմնական թեմաներից էր Արցախի էթնիկ զտումը, որը այդ անունով ինքը խուսափում է անվանել, ասում է, որ դա վնասակար է հետագա գործընթացների համար, խաղաղության համար եւ այլն, եւ նաեւ ինչն է, այսպես քննարկումների առիթ դարձավ, հենց լրագրողներն էլ տեղում հակադարձեցին, փաստացի մարդը ասաց, որ արցախցիները չեն կռվել, փախել են, հետո իրեն այսպես խմբագրեց, ասաց, որ նկատի ունի, որ փախնողները էլի տան են եղել, պնդեց, որ եղել է զենք, որը չի օգտագործվել եւ այլն։ Այս առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք, դուք ինչի եք ականատես եղել։ Գիտեք, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, պատմական իրողությունները եւ տեղի ունեցածը ոչ ոք չի կարող իր ուզել չուզելով գնահատական տալ, որովհետեւ անկախ Նիկոլ Փաշինյանից Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, տեղի ունեցավ էթնիկ զտում, որի պատճառով մի ողջ ժողովուրդ, բնիկ ժողովուրդ բռնագաղթվեց իր հայրենիքից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դա անկախ նրանից, թե ներկայացնում է որպես մեզ օգտակար կամ ոչ օգտակար, դրանից պատմական իրողությունները չեն փոխվում։ Իսկ դա հասկանալի է, որ մարդ, որը իր համար փակել է Արցախի էջը, մարդ, որը հասկանում է, որ ինքը գնում է այնպիսի քայլեր, որտեղ իրեն պարտադրում են, ուստի ամեն ինչ անելու է, որպեսզի արդարացնի Ադրբեջանի ռազմաքաղաքական հանցագործ իշխանություններին, որոնք ցեղասպանական գործողություններ կատարեցին, որի արդյունքում մի ողջ ժողովուրդ բռնի տեղահանվեց իր հայրենիքից։ Իսկ ինչ վերաբերվում է կռվելուն, թե չկռվելուն, ես չեմ կարծում, որ պետք էր Արցախի ժողովուրդը միջև վերջին մարդը զոհվեր, որ նոր Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ այնտեղ տեղի է ունեցել պայքար, որովհետև 23 թվականի սեպտեմբերյան այդ մեկ օրյա պատերազմը այնքան ինտենսիվ է եղել եւ այնքան զոհերի քանակը մեծ է եղել մեկ օրվա հաշվարկով, որ նման ինտենսիվության մարդ եւ պատերազմ մենք երևի այս 30 տարվա ընթացքում չենք ունեցել։ Հասկանալի է, շնորհակալ եմ, պարոն։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախ ասելը նշանակում է պատերազմի կոչ անել, համաձայն եք։ Գիտեք, ես չեմ կարծում, որ երբ որ մարդը իր հայրենիքի անունը տալիս է, դա կոչվում է պատերազմի կոչ անել։ Ես չեմ կարծում, որ երբ մարդ հայտարարում է, որ ինքը ցանկանում է գնալ իր որդու գերեզմանին, իր ծնողի գերեզմանին, դա պատերազմի կոչ է։ Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանին իր քաղաքական նկրտումներից ելնելով հիմա հարմար է, որ այդպիսի ներկայացնի Արցախը որպես այդպիսին։ Իսկ Արցախը երբեք չի եղել պատերազմի կոչ կամ բեռ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության համար, Արցախը եղել է պաշտպանիչ վահան Հայաստանի Հանրապետության։